Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, մեր եթերում PVR-ի ամենշաբաթյա ասուլիսն է, այսօր հուլիսի 23-ն է, օրը 5-շաբթի, այս հաղորդումը տեղեկացնեմ, որ այս անգամ ուղիղ եթեր չէ, ձայնագրում ենք և այն հեռարձակվում է ժամը 21:00-ին։ Տաղավարում այսօր կարևոր հարցերի շուրջ կզրուցենք ազգային ժողովրդավարական PVR-ի խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանի հետ։ Բարի երեկո, պարոն Պետրոսյան, շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Պարոն Պետրոսյան, փաստորեն քիչ ժամանակ է մնացել, օգոստոսի 2-ին արդեն 9-րդ գումարման ազգային ժողովը կսկսի իր աշխատանքները, օգոստոսի 2-ին հենց Անդրանիկ նիստը տեղի կունենա։ Հիմա ուզում եմ մի փոքր քննարկենք, թե արդյոք այս նոր խորհրդարանը խորացնելու է մեր երկրում իր գոյությունը, այս կազմով խորացնելու է մեր երկրում ճգնաժամը, թե ինչ-որ փոփոխություններ կարելի է սպասել։ Ես իմ անձնական կարծիքն է, որ հալաջյուղի պես գնալու է նախորդը։ Կրկնություն է նախորդի, հա? Բովանդակային առումով որևէ բան չենք տեսնել փոփոխություն։ Չեմ տեսնում, որովհետև գիտես Հերմինե ջան, այս ընտրություններում էլ գաղափարական պայքար չգնաց։ Այսինքն զուտ քվեարկություն էր, էլի։ Այն մեկը շատ փող ունի, արի շանսը մեծ է, արի դրան տանք։ Այստեղ գաղափարական կորիզ ունեցող այս պահի դրությամբ կարող եմ ասել երևի թե դաշնակցությունը, որը հնից եկող, սենց ոնց որ ասած, իներցիայով գաղափարական ուժ է, չնայած իրեն չի կարողանում դրսևորի այս վերջի պերիոդներում, Նիկոլ Փաշինյանն է գաղափարական, գաղափարական, պրոթուրքական, քաղաքական և մարդը չի խորշում դա անընդհատ ցույց դնելու իր ապազգային գաղափարախոսությունը, հա։ Եվ Բևերին անտեսեցին, նույնի կային փոքրիկ, մեր նման փոքրիկ ուժեր, հիմա ինչ է լինելու։ Ինչ է սպասվում առաջ։ Նույն բանը, ինչ որ եղել է, դու քաչարշուն, դու գող փիսո, նույն այդ բաները շարունակվելու է ռեպրեսիաներին, բայց չէ որ չունի ռեպրեսիաներով համեմված։ Այսինքն հայ ժողովուրդը տանուլ տվեց այս ընտրություններում, տանուլ տվեց։ Ես օրինակ շատ ճիշտ կհամարեի մանդատներից հրաժարվելը, որովհետև կա երկրում ճգնաժամը և մանդատներից հրաժարվելը դեռ ճգնաժամը կպահպաներ, կարող էր փոփոխությունների բերել։ Թե հիմա ասում են միաժամանակ կլինի, խորհրդարանում կլինի, կպահպանենք։ Մոռացեք արդեն։ Հետո կսկսենք։ Իմ անձնական կարծիքն պլան ունեն, գաղտնի պլան անընդհատ խոսում այդ մասին։ Լավ։ Բանն այն է, որ այդտեղ գաղափարական մարդիկ չկան, հա, կարող է մեկ-երկուսը կան, բայց դա թիմին չես կարող վերագրել։ Բևերին կարող ես ասել, բոլորը գաղափարական մարդիկ են։ Ազգի նվիրյալներ, հա, ազգի շահը առաջին տեղում դնելով, այդպիսի մարդիկ են ու անկոմպրոմիս են։ Ես այդտեղ հասկանում եմ։ Քիչ են, ռեսուրսները քիչ են եւ այլն, բայց այդպես է։ Այնտեղ մի կոնգլոմերատ է, որին չես կարող ինչ-որ մի գաղափարական ինչ-որ բովանդակություն տեսնել, հա, որում չես կարող։ Դա իմ անձնական կարծիքը այդպես է։ Բայց նախորդի համեմատ տարբերությունը այն է, որ Նիկոլ Փաշինյանը նախկինի նման այն մեծամասնությունը չունի սահմանադրական, որը գոնե, հա, ինչ որ մխիթարանքը ես կարծում եմ, հա, բայց ես կարծում եմ դա չի խանգարելու իրեն, մանավանդ ունենալով այսպիսի հզոր աջակցություն արևմուտքից, որը աշկ է փակում ցանկացած ապօրինությունների դեմ եւ ունենալով sense սահմանադրական դատարան եւ այլն, այսինքն լավ բան չեմ տեսնում։ Այս վիճակից լավ բան չեմ տեսնում։
պետք է վիճակ փոխվի, որ լավ բան երևա։ Հա, այդ վիճակը փոխելու համար ինչ է պետք։ Արդյոք ժողովուրդը ուզում է, որ վիճակ փոխվի։ Ժողովրդի մեջ է խնդիրը, թե քաղաքական ուժերի ժողովուրդը օրինակ սպասում է, չէ՞, որ ինչ որ հետընտրական process-ներ կլինեն։ Չեղավ։ Եվ ես կարծում եմ այդ ժամանակ ժողովուրդը միգուցե պատրաստ էր։ Ես կարծում եմ պատրաստ էր, բայց արդեն սա, ասում եմ գնացեք տներով, մենք մանդատներով կռիվ կտանք, չի հաջողելու։ Բայց ասում են հետագայում գուցե դա զուգահեռվի նաև փողոցային պայքար։ Ասում են։ Բայց խնդիրը այն է, որ այդ ժամանակ այդքան մարդաստատ փողոց դուրս չի գա։ Ժողովուրդը կամաց այդ բանը համակերպվում է, էլի այս վիճակի հետ։ Հիասթափվում է, չնայած գիտես ասում եմ եւ մեղք է ժողովրդին մեղադրելը եւ կարծես թե անհնար է նրան չմեղադրելը իմ մոտ այնպեսի տպավորություն է որ մեր ծանրակշիռ զանգվածը մեր բնակչության հայրենիքի հետ իր ապագան ընդհանրապես չի կապում հայրենիք ասած բառը իրանց համար դարձել է խորթ բան ուղղակի ապրելատեղ հա ցավում եմ դա ասում բայց ինձ մի բանաստեղծություններ ընթերցող աղջիկ կար վերջերս ինձ զանգել էր անընդհատ այս խաղաղություններ գովերքում բան ասում եմ լսի դու էլ քո ռեպերտուարից հանի Շիրազ Սևակ հանի ասում եմ ինչի ասում եմ այդ բանաստեղծությունները որ դու կարդում ես այդպես պաթոսով դու դրանք չես հասկացել որովհետև հիմա այսօր ուրիշ դրոշակ ես բարձել վերև էլ մի կարդա այսինքն պաթոսով կարդում ես հայրենասիրական բաներ բայց հայրենադավությանը աջակցում ես абսուրդ է սենց ու անընդհատ ես սենց բաների ականատես սենց անընդհատ հանդիպում ես այդ բաներին բացարձակ անտարբեր մարդկանց ահավոր ցինիկ մարդկանց այսինքն բուծված է մի հատ տեսակ որը ասում եմ հայրենիք ասած բանը չի ընկալում իր բովանդակությամբ եւ անպատասխանատու են հա ամեն ինչին մի հատ ինչ որ պատրաստի ֆրազ ունեն այնց շղկացնում են ու իրանք գոհ են որ այդ ֆրազը իրանք ասեցին որպես իրենց ստեղծագործական մտքի արգասիկ հա բայց իսկ ընթացքը գնում է կործանարար ընթացքը ընդորում այո չի կանգնում հասան նրան որ այս ազգային մարդկանց սկսեցին վատաբանելու վարկաբեկել նրանց հազար մի անուն կպցնելով տեղից հելածը ինչ որ իրան իրավունքա վերապահում ճանապարհ անցած պայքար անցած մարդկանց վարկաբեկելու ինչ որ թթու խոսք ասելու դրանով ինքնահաստատվելու Դե Նիկոլի օրոք ամեն ինչը այդպես Նիկոլը ուղղակի գույները խտացրեց այս եթե իր համար հերոսը հարկ տվող քաղաքացին է համարվում մարդու այսօր գաղափարը որ դուք ասում եք թուրքական գաղափարն է դա կա բայց իմ կարծիքով ավելի շատ ստամոքսի գաղափարն է Նիկոլ Փաշինյանի մոտ գերիշխում ու նա փորձում է չգիտեմ երևի օրինակ ծառայել ստամոքսը դա սոցիալական միջավայրում բայց մենք քաղաքական միջավայրում ահավոր եւ գեոպոլիտիկ միջավայրում ահավոր նահանջ ունենք եւ ոչինչ չենք անում ոչ պատասխանելու մեր թշնամիների այս լկտիացած խոսքին ոչ նրանց վարքին ոչ նրանց այս խախտումներին ոչ նրանց հարձակումներին այսինքն ինքը ինչ որ մի իներցիայով մի հատ արվակա հոսում է եւ հոսում է սխալողությամբ ու սա արդյոք մեզ հայերից համար է այս իրավիճակը վերջ արդեն հարմարվել ենք մեզ սազական չի ես չեմ հարմարվել ես համոզված եմ դու էլ չես հարմարվել մեր ընկերներն էլ չեն հարմարվել բայց
Չէ որ դեմոկրատիային խաղում եւ ամեն ինչ որոշվում է ընտրություններով եւ այլն, հասկանում ես, բավականամի пассив մարդ, որպես ինքը կոմպենսացնի մի sense ազգի համար իրան կտրտող մեկին, մի հատ իներտ մարդը մեկին կոմպենսացնում է, իսկ այս իներտները շատ են, դրա համար հնարավոր չի լինում այս դիմադրության ճակատ ստեղծելը, չի լինում միավորելը, այսքան ջանք թափեցինք, չէ, մարդկանց հավաքելու, պետությանը ազգին տեր կանգնելու բանով, հրամայականով, չէ։ Բայց ոչ մեկս չգիտենք այդ նույն ժողովուրդը, հենց ընտրության գիշերը կգար փողոց դուրս, կարող է կզարմացներ։ Այո, կգար, ոնց որ Սրբազանի ժամանակ, Սրբազան պայքարի ժամանակ զարմացրեց։ Ինչքան զայրացած ու վրդոված էին այդ ժամերին, երբ հենց ամսի 7-ի գիշերը հրճակեց, որ հաղթել են եւ այլն։ Այո, ամեն ինչ։ Ով ինչ ժողովուրդը պիտի դուրս գար, ասեր ընդդիմություն, եկեք առաջնորդեք պայքարը, չէ։ Ընդդիմադիր ուժերը պետք է հենց այդ գիշերը համատեղ որոշում ընդունեին, ընտրություններին մասնակցածներն էլ, չմասնակցածներն էլ ու առաջնորդային, ես վստահ եմ։ Երևաց ընդդիմադրելիության որակը։ Այդքան բառ կասեմ։ Թե չէ պայքարել ինչ որ սահմանադրական դատում, չգիտենք ինչ որոշում պիտի կայացվեր։ Գիտենք։ Ու հաջորդն էլ գիտենք, երբ որ կգա սահմանադրական հանրաքվե եւ այլն նոր թեմա, երբ որ կզարգացնեն, դրա լուծումներն էլ կգտնեն։ Բայց հիմա կարծեք թե արկախված են այդ հարցերը, չէ՞, անկլավներ ու սահմանադրության փոփոխություն։ Արկախված են։ Մի տեսակ քիչ է խոսում վերջին շրջանում այդ մասին։ Այստեղ չեն խոսում, Ադրբեջանում լավ էլ խոսում են։ Ամեն օր են խոսում։ Ամեն օր սահմանադրություն, ամեն օր։ Եթե հետևեք նրանց խոսույթին, նրանց պնդումներին եւ այստեղից պատասխան չստանալուն, այդ դա ամենասարսափելին է։ Ոչ մեր ոնց որ ասած մտավորականության մակարդակին է պատասխան գնում։ Չի գնում, ակադեմիա ունենք, պատմաբաններ ունենք, հատուկ են մարդիկ խոսում են, հատուկ են, բայց ինստիտուցիոնալ պատասխան չի տրվում այս ամեն ինչին։ Եվ սա դառնում է արդեն իրանց համար սովորական երևույթ եւ իրանք այս նարատիվները խորացնելու են, լայնացնելու են, ընդարձակելու են, ճանաչելի են դարձնելու, այս ինչ մեդիա ֆորում չարեց շոշի վերջերս։ Դա ինչ է։ Այդ փողերը որ ծախսում են, ինչի համար է ծախսում։ Ծախսում է որպեսզի այդ նարատիվները կարողանա միջազգային հանրության միջազգային հարթակներն հենց Արևմտյան Ադրբեջան թեզն են։ Այո, իսկ եթե մեզ թվում է, թե աշխարհը այնքան լավ գիտի Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղ եւ այլն, հասկանում ես։ Չէ, չգիտեն եւ ինչքան մենք գիտենք, ասենք Մոզամբիկի դարդերի մասին, այնքան էլ ամբողջ աշխարհը գիտի մեր դարդերի մասին։ Ով ասեց, որ այնտեղ մարդիկ քնում, զարթում են ու հայոց հարցի մասին մտորումներով են ապրում։ Չէ, այդպես չի։ Դու պետք է աշխատանք տանես ինստիտուցիոնալ։ Հիմա վախից են մարդկանց մեծ մասը հարմարվող դարձել։ Օրինակ կան, չէ՞, օրինակներ, որ ինչ որ դասախոս կամ մասնագետ խոսում է, մեկ էլ սկսում են հետապնդում, ինչ որ ամբիոն են անգամ փակում, հեռացնում։ Սա խորանալու է ավելի։ Ինչքան գույները խտանան, ինչքան մարդկանց մոտ ցասումը մեծանա, այնքան այս ռեպրեսիաները խորանալու է եւ դրա դեմը առնող միջազգային հանրությունը ավլեկ դրեք միկո գոյություն չունի այսօր։ Ու եթե գոյություն ունենար, այս ինչ որ հիմա կատարվում է Ուկրաինա, Գազա, Պաղեստին, Իսրայել, Իրան, այս ինչ որ կատարվում է, այս ամեն ինչը չէր կատարվի։ Որտեղ բոլոր թոկից փախել են եւ նոր աշխարհակարգ են ձևավորում ուժի գերակայության պայմաններում, Եվ այստեղ էս մեր տիպի փոքրիկ պետությունները կամ դեռ հələ սահմանային վիճակում գտնվող պետությունները կամ բանանային պետությունները այդտեղ անելիք չունեն։ Մենք ունենք անելիք, մեր անելիքը պետք է լինի համազգային կոնսոլիդացիան, ազգային շահի շուրջ։
Բայց ստացվում է արդյոք։ Չի ստացվում։ Քանի տարի արդեն Բևերը խոսում է այդ մասին, ինչ-որ քայլեր է ձեռնարկում։ Օլիգարխները որ կան, որ այսօր կանգնել են փաստի առաջ, սեփականազրկվում եւ այլն, կոնկրետ։ Սա բոլորի դուրն է թակելու, էդի ուզում եմ իմիկվանից ասեմ, բոլորի դուրը դա թակելու։ Ոչ բոլորի, օրինակ կրզոյին հո չեն գնալու հետապնդեն։ Մեկ ուրիշն է կգա այդ ուղղությամբ։ Առայժմ էլի։ Այո, հա, այնպես որ տենդենսը կա եւ դա անելու են։ Այսինքն հարստության վերաբաշխումը տեղի ունենում։ Ինչպես ասենք գեոպոլիտիկայում նոր ռեսուրսների ճանապարհների, հա, վերաբաշխումը տեղի ունենում։ Այնպես էլ ստեղ ներքին ռեսուրսների վերաբաշխումը տեղի ունենալու եւ սա իհարկե կբերի ել ավելի սոցիալական լարման մեր երկրում։ Դե արդեն սկսվել է, տեսեք, ինչքան բիզնեսներ փակվեցին, չէ, Ծառուկյանի հետապնդման շրջանակներում։ 2018 թվականին այն ինչ որ խոստացել էր չարեց Նիկոլ Փաշինյանը եւ քանի տարի շարունակ չարեց։ Բայց այդպես չեն անում ախր, հրգոպալ։ 2026-ին հիշեց, որտեղ ընտրություններ էր, Ծառուկյանը չենթարկվեց, մենք տեսանք, չէ, որոշ հայտարարություններ եղան փոխադարձ, հիմա անձնական վրեժխնդրություն է տեսնում։ Սա ավելի շատ քաղաքական էլ չէ, սա կոնկրետ Նիկոլ Փաշինյանի իմ կարծիքով։ Դուք կարող եք ասել ինչպես եք մտածում, անձնական վրեժխնդրություն է տեսնում Ծառուկյանի այն հայտարարություններից հետո, չէ, հայտնի դրան։ Հետո թամաշա է ապահովում։ Տեսեք, ես ինչ հզոր եմ եւ որ ասել եմ բոնջ կսարքեմ եւ այլն, դա ժողովրդի դուրը գալիս է, երբ որ ինչ որ մեկին ունե զրկում են կամ մեկին ցավացնում են, պարկացնում են ասֆալտին։ Դե բայց ժողովուրդը հավատում է, դե թող բոլորի նկատմամբ բաներ, միայն Ծառուկյանն է օլիգարխ։ Կա ինչ որ մի զանգված ԿՊ-ն հավաքել է 700,000 ձայն։ Հա, կարելի է, եթե իհարկե հավաքել է։ Ուղիղ կեսը հաստատ այդ դրա հավատացյալներն են։ Ուղիղ կեսը, այն մնացածը սարկած է, հա։ Սարկած, չգիտեմ, ես ռեսուրսն այո, բայց ուղիղ կեսը այդ քաղաքականությունը հարգող գնահատողն են։ Ուղիղ կեսը հաստատ։ Այդքան մարդ պաշտում է այս քաղաքականությունը, այս թրքասիրությունը, այս Այսինքն հավատում է ստին մինչև հիմա։ Չէ, հավատում է այս ամեն ինչին, ինչ իրան հրամցնում են։ Հավատում է, որ խաղաղությունը բերել է։ Եվ հավատում է, որ սա է լավագույն ճշգրիտ ճանապարհը, թքած Արցախի վրա, ինչ հայկական հարց, ինչ ցեղասպանություն, այ մարդ ապրեք, վայելեք, այս ամեն ինչին առնվազն ասում եմ 350,000 մարդ նվիրյալ է այս գաղափարին։ Դա արդեն կատաստրոֆա է այս ազգի համար։ Կատաստրոֆա է։ Դենց ակնհայտ վատը լավը տեսնելու իմաստով եմ ասում։ Դե որովհետև այդպես է մատուցվում։ Դե մենակ մատուցելը չի։ Նախընտրական շրջանում ներդրեցին այդ բժշկական ապահովագրությունը, որը հիմա կարծեք չկա։ Դժգոհություններն ավելացել են։ Ասում էինք, չէ՞, որ ընտրություններից հետո դա էլ չի լինի, գներն այնքան կբարձրանան, որ ժողովուրդյան այդ 10,000 թոշակը, որ բարձրացրել են, դա շատ թանկ է նստելու ձեր վրա եւ այլն։ Ձայն բարբարո հանապատի։ Չակերտավոր խաղաղությունը։ Ձայն բարբարո հանապատի։ Շատ բան ասվել, չէ՞։ Ասվել է, որ Արցախին էսենց բանա սպառնում, չէ՞, աբխազացում է սպառնում։ Երբ քանի տարի առաջ ասվել։ Քանի տարի է դա գոռում գոչում էին։ Մենք անձամբ, հա, որ պետքա ժողովրդին պատրաստել դիմադրության, պատերազմա լինելու, էսա լինելու, այնա լինելու։ Չարին չէ, խնդրեմ արդյունքը։ Հիմա էլ ասում ենք հետո ինչա լինելու։ Ականջալուր չեն լինի, այն արդյունքն էլ արդեն երևում է։ Լավ, պարոն Պետրոսյան, որ ասում եք ուզում էի միտքս վերջացնել։ Հիմա միջազգային հանրույթ ասածը հոգեվարքի մեջ է։ Մակ կլինի, կարմիր խաչ կլինի, չգիտեմ, ներողություն։ Այս ամեն ինչը հոգեվարքի մեջ է։ Ոչ մի բան չի գործում ըստ այն արժե համակարգի, որը սահմանվել էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հա։ Հիմա բեսպրեդելա, տենց ասենք, հա, ամենաթողությունը։
Եվ Նիկոլին ծերունդ է այս Եվ վիճակում։ այս ամենաթողության պայմաններում մենք նստենք, սպասենք, որ Եվրոպայից ինչ որ մի ձայն կգա, հա, կամ Ամերիկայից մի ձայն կգա, որ մեր մոտ ինչ է կատարում, չէ։ Նրանք իրանց դարդերով են։ Դե բայց ժամանակին վերջերն էր ասում, որ ԱՄՆ-ն բան ասում կօգնեն։ փոխվեց։ Այո, հիմա էլ ենք ասում, բայց փոխվեց։ ԱՄՆ-ն էլ է ձեր կրակնգել։ Իրանց էփած կաշից ժողովրդի լեզվով ասած, հա, իրանք են կրակնգել։ Իրանք ռուսի ասած իմ նիդանաս, հա։ Հիմա մեր դարդը իրանց չի հետարքրում։ Իրանց Արցախի արժ չի հետարքրի։ Իրանք հիմա զուտ այդ ճանապարհների եւ ռեսուրսների տանել բերելու առումով Ադրբեջանի հետ խոսում են ոնց որ պարտների հետ։ Իսկ մենք միջոցն ենք, որին կակա ցույց տալով գցում են ոտքի տակ։ Էսա էս վիճակում։ Իսկ հիմա ով պետքա սրան ընդդիմանա, ով։ Բացի մեր ժողովրդից, բացի մեր ազգից։ Դե քաղաքական ուժերը պիտի մի բան սկսեն, չէ՞, որ ժողովուրդ կարող է լավ կմասնակցեն։ Եկանք հասանք մի ուրիշ կարևոր բանի։ Քաղաքական ուժեր։ 90%-ը մարդ կուսակցություններ են, որ ըստ տրադիցիայի, քանի որ գործում էր համակարգ, ընտրություններից ընտրություն պետք էր մարդիկ հանեին բան, տեսադաշտ, որոնք ինչ-որ քանակի ձայներ պետքա տանեին և նվիրաբերեին իրենց պատվիրատուներին, հասկանում ես, և ամեն մի օլիգարխ, որը արդեն տնտեսապես կայացած էր, արդեն քաղաքական հենարաներ պետք է բացում էր կուսակցություն։ Լյուստրացիա մինչև չանենք մեր երկրում։ Ամեն մի տեղից փախած, ասում եմ, կարա պիտակավորի բարի համբավ ունեցող մարդուն, կագբեշնիկ, չգիտեմ ես, հա, դե լյուստրացիա, առաջինը լյուստրացիայի մասին մենք ենք գոռում ենք, պահանջում ենք, լյուստրացիա արեք, հասկանանք ով է, կուսակցություններից, տնտեսության մեջ, հա, բայց ումից ինչ ենք պահանջում, ո՞նց կարող է Նիկոլ Փաշինյանը լյուստրացիա անել։ Ինչ Փաշինյանից առաջ չէինք պահանջում։ Չէ, դե ուզում եմ ասել, որ այս իշխանությունից ակնկալել պետք չի, ազգային իշխանություն պիտի ունենանք, որ ինքը գա լյուստրացիա անի։ Հիմա կոնկրետ հարձակում է կատարվում մի օլիգարխի տնտեսության վրա։ Աշխատատեղեր են փակվում, մարդիկ անկորձ են մնում։ Ախր այդ ձև չի արվում։ Ինչպես պիտի արվի, օրինակ ազգային իշխանություն աշխարհում կա կարգ ու կանոն, հետազոտվում է եւ այլն, ոչ թե այդ ամեն ինչը քանդելով է գնում։ Հիմա ասենք ցեմենտի գործարանը, որ ազգայնացրին, օրինակ, ցեմենտի գործարանը նույն որակով աշխատելու է, բացառված է։ Տնելու են մի հատ հերթական նվիրալի, որ իրանց ամեն ինչին պատրաստ է, քանդելու են, չեն կարալով ղեկավարեն, որովհետև մենեջմենտը շատ կարևոր բան է։ Այս տարիների ընթացքում մենեջմենտը չէ ձևավորվել։ Բնականաբար ազատվելու են, չէ՞ նրանցից։ Ազատվելու են ու սկսելու է հոգեվարք ապրել։ Ոնց է որ բոլոր պետական հիմնարկներում մեր մոտ վատ է, մասնավոր հիմնարկներում սկսել է լավանալ։ Որ սֆերան ուզում ես մտի։ Այդպես ալներ։ Իսկ լյուստրացիայի պարագայում կարգ ու կանոն կա, սահմանվում են օրենքներ, կարմիր գծեր, դեղին գծեր, կանաչ գծերը, ոնց բարվես, որ տնտեսությունը չտուժի, բայց նաև գողոնը օրինական ճանապարհով վերադարձվի։ Հիմա սա օրինական գործողություններ չի։ Սա քրեական հարձակումներ է։ Հասկանում եք, երբ որ հաստատվի այդ օրենքը, ըստ որի պետքա երևա սա ինչքան է գողացել, նա ինչքան է գողացել, ինչքանով է դա վնասակար, ինչքան է շահել այդ գողոնի արդյունքում։ Ոչ թե մի հոգու թիրախավորեն, ցույց տան, որ ապրես, օրենք, ասում եմ, թե քաղաքական լյուստրացիա, թե կուսակցական, թե տնտեսական,
Այս ամեն ինչը պետք է արվի, դա է ճիշտը։ Աշխարհը ունի այդ փորձը։ Դա է ճիշտը։ Եթե դա չի արվում, սա ուրեմն բեսպրեդել է։ Ամենաթողությունը։ Դե հիմա քանի գնում սոցիալական խնդիրները խորանում են մեր երկրում, այս բիզնեսներ փակելու հետ կապված, դե գիտենք, որ արտահանման հետ կապված հարցեր վաղուց կան, ու մի քանի ամիս է կա, ու այս տարիների ընթացքում ոչ մի բան չի արվել նոր շուկաներ գտնելու համար։ Մենք Եվրամիության անդամ երկրների այդ չափանիշներին չենք համապատասխանում, մինչև դա տևական գործընթաց է, որ արտադրողները, գյուղատնտեսները համակերպվեն դրա հետ։ Նորություն է ի վերջո, մարդիկ նախկին մեթոդներով են գործել, հիմա տուժել են, շատ ֆինանսական կորուստների տակ են հիմա մարդկանց, որ նայում ես, իսկապես աղետալի վիճակում են հայտնվել, այդ կան վարկեր են վերցրել, տնտեսություն են ստեղծել, որ արտահանում անեն մի փոքր կարողանան շարժ ունենալ, հակառակն։ Հիմա բայց այս ամեն ինչը կգումարվի, պարոն Պետրոսյան, գուցե ինչ-որ մի բան սկսվի, ինչ-որ մի բանի սկիզբ դառնա։ Ես չեմ հավատում։ Կհամակերպվեն այս վիճակի հետ։ Որովհետև երբ որ ձուկ վաճառողը ծիրան վաճառողի դարդը չի պատկերացնում, որ դա նույն բանն է, հա։ Կամ ծաղիկ վաճառող։ Ծաղիկ վաճառողն էլ, չգիտեմ, բանի լոլիկ վաճառողինը չի պատկերացնում։ Ամեն մեկը լոկալ է հանդես գալի, մենք մերոնցով մի քաղաքականացրեք, սա տնտեսական բան է, բայց այս ամեն ինչ քաղաքականություն է։ Հասկանում ես։ Այս պրիմիտիվ բաները ինչքան կարելի է բացատրել։ Քաղաքականությունը եկել է մտել է քո տուն, քո խոհանոց, քո հյուրասենյակ, քո վաննա, քո ննջասենյակ, մտել է քո մեջ, արդեն քո արյան մեջ է ֆռում, դու ասում ես մի քաղաքականացրի։ Հա, հիմքը ինչից է սկսվել, ինչու է այսպես եղել, հենց քաղաքական է։ Որ ասում ենք չեք լսում, դե գնացեք դուժեք։ Ինչ։ Ախր պետք է ամեն ինչին համակարգային նայել։ Լավ, դուք ի վիճակի չեք համակարգային այս ամեն ինչը վերլու, բայց կան չէ մարդիկ, որոնք այդ անում են, ծամում են, դնում են ձեր առաջ օր ու քշեր, խոսում են, բացատրում են ձեզ։ Ինչ եք դուք դա իգնորանում։ Չէ՞։ Ինչ եք իգնորանում։ Չեք ուզում բուժվեք։ Գնացեք սատկեք, ինչ ասեմ։ Չեք ուզում բուժվեք։ Բժիշկը քեզ ասում է, դիագնոզը տվել է, ռեցեպտը տալիս է, ասում է սրան սենց պետք է անես, որ դու բուժվես։ Եթե դու հրաժարվում ես դրանից, ինչ անի բժիշկը։ Ինչ անի։ Չգիտեմ, գուցե բժշկի առաջարկածն են ինչ-որ կիսատ լուծում կամ համոզիչ չէ։ Ինչի։ Դրա համար է։ Չէ, ստեղ ոչ թե համոզիչ չեն, այլ այդտեղ պատասխանատվության հարց կա։ Ինչ որ բան պետք է անես ինքդ նաև, հասկանում ես, բայց չէ, մերոնց պալոս չի։ Դա պետք է ուրիշը անի, իրանք թամաշա անեն, պոպկորն ուտեն ու անուն կպցնեն սրան կամ նրան։ Իրանք ամենախելոքն են, չունենալով 4-րդ դասարանի կրթություն, հասկանում ես։ Այսինքն այս վիճակը կշարունակվի, հա։ Ճնշումները կշարունակվեն։ Անպայման։ Որտեղ պարտավորություն։ Դրսից իրեն են ճնշում, ինքը ներսում ժողովրդին է ճնշում, որպեսզի ինչ որ ալիք չհասունանա։ Եվ դրսից էլ աջակցում են այդ ճնշումները։ Դրսից նկատում եք արևմուտքը։ Հələ մի հատ հիշեք։ Սերժի կամ Քոչարյանի ժամանակ որևիցե ցույց ցրելը բան, ինչ արձագանքեր լինում, չէ՞։ Ահա, ես դա, այո, ԱՄՆ դեսպանատունը մի անգամից կարձագանքեր։ Հա, ստեղ գալիս են հիբրիդային, այսինքն ստեղ գնում է ասեմ քեզ քաղաքական պատերազմ մեր հողի վրա, ռուսական ազդեցության, թուրքական ազդեցության, եվրոպական ազդեցության, ամերիկյան ազդեցության միջև։ Հասկանում ես, մենք այդտեղ ենք հիմա։ Մենք հիմա ընդամենը արենա ենք, որտեղ այս ամեն ինչը կատարվում է։ Ռուսական խոսքը հիբրիդային պատերազմը, նրանց միլիոններով գալը, Եվրոպայի միլիոններով գալը, մտնելը, միջամտելը հիբրիդային պատերազմ չի։ Պայքարը հիբրիդային պատերազմի տեխնիկան է։ Այսինքն պետք է հասկանալ, որ սա ընդամենը ամեն մեկը սատկած լեշից իր բաժինն է ուզում տանի։ Լեշին պետք է ռեանիմացիայի ենթարկել, հասկանում ես։
վերակենդանացնել ցավոք սրտի այդ լեշի դեպքում մենք ենք կամ ազուրկ վախկոտ անհեռատես ու չգիտեմ ինչ էլի sense լիքը կարելի է մի ժամ sense Լավ, բայց մի հույս չկա, այսինքն 5 տարի դեռ մենք այս շարունակելու ենք, հա, այս վիճակը տեսնել, թե ինչ որ աշխարհաքաղաքական վերադասավորումներով պայմանավորված, մեկ էլ ինչ որ պահի այդ քաղաքական պատերազմը մեր հողի վրա ուրիշ կերպ կսկսվի առաջ գնալ։ Մենք միշտ ուժովի դերում ենք լինելու։ Միշտ այդ բարագայում։ Հասկանում ես։ Մենք լուծում ես տես մի բան ասեմ։ Փոքրիկ ինչ որ մի ինցիդենտ էր, որը դեմ էր մեր ազգային շահին։ Մենք ձենձնում ենք, փողոց ենք դուրս գալիս, աղմկում ենք, աղաղակում ենք, քաշքշում ենք, ձերբակալում ենք եւ այլն։ Անցավ, չէ՞։ Ինչ է նկատի ունեք։ Ընդհանրապես, փոքրիկ մի էպիզոդ։ Այս ընթացքում ինչքան է եղել։ Չէ՞։ Հիմա արդեն էպիզոդիկ չի, արդեն համակարգային վատնա գնում ազգային շահի առումով, հա։ Սիճողականությունը, այս քիրվայությունը եւ այլն։ Եվ այնպես չի որ չի զգուշացվել։ Այսինքն բարձրաձայնվել է, զանգերը խփվել են, փոքրիկ էպիզոդը դարձել է այսքան եւ շարունակվում է սա էլ կդառնա այսքան, հետո ո՞նց ենք մենք կարողանալու ոտքի կանգնել։ Կգա այդ պահը, որ արդեն հնարավոր է չի լինի, հասկանում ես, բանը բանից անցած կլինի, իսկ հիմա շատ արագ տեմպերով այս ընթացքը վազացնելով տանում են առաջ, ապալ-թապալ ինքնաթիռում գալի մի բան ստորագրում են այդ հանքերը եւ այլն տրիպի ուղի, մեր միակ շանսը ազգային կոնսոլիդացիան է եւ ազգային դիմադրությունն է, այս ամեն ինչին, մենակ այտենց մենք կարող ենք ցանկացած խնդիր լուծել, եւ Ռուսի հարցը լուծել, եւ Եվրոպայի հարցը լուծել, եւ Ամերիկայի հարցը լուծել, հասկանում եք, բայց դա պետք է արվի, որը չի ստացվում, գնալով ավելի ուժերը մսխվում են, այն էնտուզիաստ մարդիկ էլ արդեն դադարում են պայքարից, բոլորին չի տրված երկարատև մարաթոնի մասնակցել, հասկանում ես, բոլորը չեն կարող մարաթոնի մասնակցել։ Հոգնում են մի օր։ Հոգնում են, հա, ինչքան մարդ կար, որ մեր մոտակա շրջապատից ասում էր, քանի որ բևերը շանս չունի, այնտեղ օլիգարխներ են եւ այլն, ավելի լավ է ձայնը տանք նրան, որ գոնե ընդդիմությունը հաղթի։ Ինչքան մարդ գիտես, որ տվեցին ու խաբվեցին։ Ինչքան մարդ գիտես, որ այդպես էր մտածում։ Եվ ասում էին դուք ինչ եք մասնակցում, քանի որ այնտեղ տես ինչ փողեր აფռում եւ այլն։ Ծեշտայները կգնան Նիկոլին։ Հիմա հարց առաջանում, մենք ո՞նց կարող ենք չմասնակցել մեր գաղափարախոսությամբ, մեր ահազանգելով, հա? Ո՞նց կարող ենք չմասնակցել։ Քաջ գիտակցելով, որ իհարկե մեր ռեսուրսները քիչ են եւ այս տենդենսը կա, որ այնտեղ կարող է ավելի մեծ շանս լինի։ Բայց մենք մասնակցել ենք, որպեսզի գոնե այն առողջ ծիլը դուրս գա, առողջ ծիլը բան տա, դերև տա եւ այլն, հասկանում ես։ Շատ բան է։ Բայց էլի նախընտրել ռեսուրսներ, մխկտալու վիճակա։ Բայց դա հիմա դա էլ մեր խաչն է, էլի։ Դա էլ մեր խաչն է, անընդհատ պայքարել։ Բայց պարոն Պետրոսյան, օրինակ կան կանխատեսումներ, որ չի կարող 5 տարի այսպես գնա, եւ այս խորհրդարանը կարճ ժամանակվա չի կարող։ Այդ հաստատ։ Իսկ ինչ գործոններ պետք է նպաստեն, որ ինչ ենք տեսնում նախ տարածաշրջանային։
շատ լարված է մեր շուրջը։ Հիմա օրինակի համար երբ որ հանկարծ Իրան, Ամերիկա իրական համաձայնություն ձեռք բերվի, ձեր կարծիքով ինչ տիպի իշխանություն է պետք լինելու Հայաստանում։ Քանի որ արդեն գնալու է թուրքական էքսպանսիայի դեմ պայքարելու հարց, համաշխարհային մասշտաբով եմ ասում։ Այս Թուրան, Մուրան նոր պրոբլեմա չէ լինելու, թե Եվրոպայի համար, թե ԱՄՆ-ի համար, թե Չինաստանի համար, չէ։ Բոլոր խոշոր խաղացողների համար այդ Թուրան պրոյեկտը գլխացավանք է լինելու։ Բայց արդյոք Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը մոտ ապագայում կտեսնենք, որովհետև կանխատեսում էինք նաև թուրք-իսրայելական հարաբերությունների լարում, բայց Իսրայելի խորհրդարանը ոչ էլ մինչև վերջնական ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Նորից գալիս ենք իմ ասածին։ Այդ հարցը օգտագործել, բայց ոչ թե նստենք թախտին, սպասենք բախտին, որ նա այս կա։ Մենք պետք է այդ հարցը անընդհատ տակ պահենք։ Տակ պահելով մենք դրանով պաշտպանվում ենք։ Գոնե կա չէ, ասենք, ինչքան էլ որ հիմա Եվրոխորհուրդ, չգիտեմ, ՄԱԿ, այս ինստիտուտները ինչքան էլ խեղճացած վիճակում են, բայց դրանք դեռ կան եւ այդտեղ կան մարդիկ, որոնք նաեւ ձայն են բարձրացնում, կան, բայց եթե դու լռում ես, նա էլ ձայն չի բարձրացնում, հասկանում ես, օրինակ Շվեյցարիայի պարլամենտը չէ, բայց դու անընդհատ այս հարցը պետք է տակ պահես, երբեք Ալիևին կրկնեմ, Ուկրաինայի խորհուրդ էր տալի երբեք չհանձնվել, երբեք հայրենի չի խորհուրդ տալի։ Չէ, դե հայերի հանձնվելը կոնկրետ իրեն ձեռք է տալիս։ Նիկոլ Փաշինյանի նման անարժանապատիվ ղեկավար կա, որը երբ պետք է, ինչ պետք է անում է թուրքերի ու ադրբեջանցիների համար։ Գիտես, խոսում ես ու բոլորի համար։ Խոսում ես ու գալիս ես համարյա թե հիասթափված վիճակի, բայց անընդհատ հիշում եմ Արթուր Սարգսյանին հազբերոյի վրա ասեց, ով եթե ոչ ես։ Այո։ Այ ամեն մեկս եթե այտենց մտածենք, մենք կարող ենք դեր կանգնել։ Ունենք դրա բոլոր իրավական, հասկանում ես, տնտեսական հնարավորությունները ունենք եւ նաեւ քաղաքական հնարավորությունները ունենք մեզ պաշտպանելու եւ ինչի՞ չէ մեր իրավունքներին հետամուտ լինելու առումով։ Մենք տեսնում ենք, թե ոնց է հարաբերփոխ այս աշխարհը։ Հա, հիմա չգիտեմ ինչքան կտևի այս նոր վերադասավորումները։ Կարող է 5 տարի տևի, կարող է մի տարի տևի, կարող է 10 տարի։ Ու մտքով կանցներ, որ Իրանը այսպես երկար ժամանակ կպայքարի։ Թվում էր թե 1-2 ու պետքա կոտրեն, չէ, բայց չէ։ Կամ Ուկրաինայի բարակ։ Արդեն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամկետներին է հասնում։ Դե 4.5 տարի է։ 4.5 տարի պատերազմ։ Այ հիմա մեր կողքը պատերազմ է գնում Իրանում։ Մենք արդյոք պատրաստ ենք փախստականներ ընդունելու։ Կարա չէ, դա շատ Ռուսաստանից էլ շատ հայեր կգան, չէ՞ շուտով։ Ռուսաստանից շատ հայերի կվտարեն շուտով։ Էդ էլ կլինի, որովհետև սեփականության հիմա վերաձևում է գնում այնտեղ։ Այնտեղ էլ արդեն բաները նրանց օլիգարխներն են ահազանգում։ Նրանց են նեղություն տալի, նրանց են ունեզրկում, որպեսզի կարողանան իրենց պատերազմի ծախսերը հոգան։ Այսքան այնտեղ էլ է սկսել այդ ճգնաժամային վիճակը։ Հա, այնտեղ էլ կա։ Ու այս վիճակում մենք սովորական ճպուրի կյանքով ապրում ենք։ Ձմեռ չի գալու, գազ չի անջատվելու, հա, ուսանք չի վերանալու։ Անջատեն գազը։ Շատ է չէ խոսում, որ մի օր էլ կա։ Ինչի՞ չպետք է անջատեն։ Չեն անջատի, այնքան կթանկացնեն, ձեռք չի տա սպառելը։ Իրենց որովհետև ֆինանսական առումով ձեռնտու է թանկացնելը, քան անջատել օրինակ։ Եթե քո շուրջ բոլորը երում է,
Դու ոնց կարող ես բաղ sense հանգիստ մնաս։ Դու էլ ես չէ ջերմությունը քեզ էլ է գալու, չէ, այդ երրացողը գալու է, կարող է եւ քեզ կլանի, բայց դու ոչինչ չնախաձեռնես դրա դեմ։ Ասես Всё хорошо, прекрасная маркиза։ Դե կասեն ընտրություններ է եղել, ժողովուրդը գնացել է ընտրել։ Այլ ասելու են։ Այլ ասելու։ Չէ, հաճախակի ասում են, մեզ լեգիտիմ իրավունք է տվել ժողովուրդը այսպես անելու, այնպես անելու։ Այո, իրանց նախընտրականում կար, չէ, եկեղեցու թեման։ Չէ, կար։ Կար։ ՀՊ-ի ծրագրում կա, չէ։ Ասում ձեն եք տվել, ժողովուրդը ձեն է տվել, ես էլ անում եմ։ Դեռ այդ առումով լուր է, բայց երևի Բայց կա ծրագրում։ կգան ինչ որ բան կանեն, հա։ Հա։ Կհասնեն։ Մարդիկ հասկանում ես, ոչ թե գնացել էին ընտրության անուն Հայաստանի հետագա 5 տարիների կենսագործունեության, այլ գնացել են տոտո 5 համարի ձին լավա գոռում, հա։ Ես ստավկա եմ անում 5 համարի ձիու վրա։ Այս մեկը լավ գերակրած, լավ պահած ձի է։ Սրա վրա էսի սիրունա։ Գալստակը միշտ ուղիղ է կապած։ Ես ստավկա եմ անում սրա վրա։ Այսինքն գաղափարական մրցակցություն չեղավ։ Ու Այստեղից էլ ենթադրում եմ, որ իներցիա է շարունակվելու, հասկանում ես։ Էլ չեմ ասում, ժողովուրդը էլ ավելի բզկտվեց, էլ ավելի իրար սկսեցին խրատել, վիրավորել, չգիտեմ, ատել, բզկտված հասարակություն, դե հենց ատելությունը խորացնելու վրա էլ աշխատում է։ Աննպատակ իշխանություն, այսինքն անազգային նպատակ իշխանություն, սենց ասեմ, հա։ Բայց չէ, որ այսքան ասում, ներկայացնում են տարբեր ուժեր, որ թուրքականություն է գնում, տանում են դեպի թրքացում, վաղը մյուս օրը կբերեն, հետո ինչ որ անդադ հերքում են, թե ինչ ադրբեջանցիների վերադարձ չկա նման բան, բայց անընդհատ Ադրբեջանից այդ մասին հայտարարություններ ենք լսում։ Այսինքն դա չէ արդյոք այն կարմիր գիծը սահմանադրություն փոխել, անկլավներ հանձնել, ադրբեջանցիներ բերել։ Սրանք կարմիր գծեր են, որ պիտի կարմիր գիծը անցել է Արցախը հանձնելով։ Արդեն կարմիր գիծը հատել ենք։ Կարմիր գիծը այդ ժամանակ ենք հատել։ Հատել ենք ու արդեն վաբանք ենք գնում։ Ինչ կլինի, հա։ Ուղղակի պարոն Պետրոսյան, խնդիրը նաև նրանում է, որ այդքան 2020 թվականից հետո այդքան բացասականը ստանալով ժողովուրդը ինչ որ արդեն այն փուլում է, որ էլ չի ուզում բացասական որևէ բան լսել։ Նախընտրական քարոզարշավը դրա վառ ապացույցն է։ Գալիս է խաղաղություն, Հա, դրական իրեն դա են առաջարկում ու խաղաղություն դրական օփյում է, էլ չեն ուզում խորանալ։ Ասում են ինձանից բան պետք չի անել, զինվոր չեմ տա, հանգիստ տեղս կնստեմ, խաղաղությունը կգա։ Հենո մարդը ասում է, ձեռնտու է հավատամ, վերջ։ Չանդամ թե այնտեղ Հայաստանի կեսն էլ չի գնա, հասկանում ես։ Էսա։ Բայց հոգնած վիճակն է, էլի որ։ Շատ ցավալի է։ Շատ։ Այն օրը մեկը խոսում էր համարդ։ Ասում է, եթե մեկը կարողանա ինձ ապացուցի, որ Արցախը հայկական է, թե ես ինչ, ես էշի պես կզռամ։ Տակը մի 600 հատ կոմենտ էր, դե զռա ես։ Ցավալի վիճակ է, բայց նաև կա աշխատելու դաշտ։ Ով էս պայքարին չի մասնակցում, նա բանա, դեզերտիրա։ Ինչ է նա դեզերտիրը ոնց էր այրեն։ Մոռացա։ Բռնվեցիր դու էլ։ Հա։ Սա բոլորիս խնդիրն է,
բոլորով էլ պետքա կարողանանք լուծենք։ Մենք կանք, մենք այստեղ ենք, մենք նույն գծի վրա ենք, չենք հիասթափվում, դիագնոզը տալիս ենք, չենք հիասթափվում, աշխատելու ենք, շարունակենք։ Մնում է ինչ-որ մի լույս բացվի ու գնալ առաջ։ Դա Աստված որ լույսը ինքնուրույն բացվի, բայց Բայց մենք պետք է լինենք այդ լույսը բացող։ Առանց մեր անելու լույս չի բացվելու։ Ինքն իրան չի բացվի։ Դե ասում եմ, այս բողոքները կուտակվելու են, ծնագնդի էֆեկտով մի օր մի բան պայթելու է, ժայթքելու է, այսպես չի մնալու։ Քանի որ մենք օտար կառավարման տակ ենք, հիմա առավել եւս, հա, կարող է այդ կուտակված էներգիան ավելի վատ բանի օգտագործեն։ Շատ հեշտ է մեր ժողովրդին մանիպուլացնելը։ Էդ էլ չբացառենք, հա։ Դե հուսանք, որ քաղաքական ուժերը կսկսեն աշխատել առաջնորդել ժողովրդին, ոչ թե նստել սպասել։ Քաղաքական ուժերը հատուկենտ անհատներ են, որոնք գոնե փառք Աստծո կան մեր երկրում։ Հատուկենտ անհատներ են։ Բայց որոնց իրար գլուխ հավաքել չի լինում։ Հա ինչու՞ չի լինում։ Չի լինում, դե չգիտեմ, չի լինում։ Չի լինում։ Քաղաքական ուժեր, որպես այդպիսիք չկան։ Չկան։ Բայց այդքան ուժեր են ընտրություններին մասնակցում։ Ուժեր չեն, անուններ են։ Անուններ են։ Քանի կուսակցության անուն տան, որ գոնե մեկին իմանաս, որ կա քաղաքական, հիմա էլ գրել են քաղաքական գործիչ։ Բաներում արդեն մանդատները որ բաժանում են, անուն ազգանունը քաղաքական գործիչ։ Հետ ինչ քաղաքական գործիչ է, ոչ անունն ենք լսել, ոչ գործն ենք տեսել, ոչ էլ ճանաչում ենք, դրա քաղաքական գործիչը ո՞րն է։ Նա հələ մինչև քաղաքական այր դառնա, արդեն Հայաստանից ինչ կմնա Աստված գիտի։ Իսկ են լուսի պես մարդիկ կողքից պետք է հիասթափված հետևեն այս ամեն ինչին։ Մեկ-մեկ էլ հյուր կան, տարբեր տեղեր, իրանց ասելիքը ասեն ու տրտնջալով գնան իրանց բանը։ Ազգի սերուցքին չկարողացավ մեր իշխանությունը, որևիցե իշխանություն չկարողացավ հավաքել իրար գլուխ, որպեսզի ազգային շարժման ընթացք տար։ Մի հատ Ալիևա է, մի հատ Ալիևա։ Համտես այդ բորշից ինչ է սարքում։ Ձևավորումը, ուղղորդումը, ֆինանսավորումը, հասկանում ես։ Իսկ մի հատ բառ ասում, ստեղ սաղազգով իրար միս ենք ուտում։ Մի հատ բառ ասում։ Ձևը գտել է։ Հա։ Նախանձով եմ ասում։ Մեզ է պետք այդ ազգային գաղափարախոսությունը։ Նախ պաշտպանելու համար են ինչ որ ունեն։ Ներողություն։ Պաշտպանելու համար են ինչ որ ունեն կոնե։ Հա, հետո նոր զարգացնելու համար։ Չէ, մենք լրիվ հակառակ Նիկոլը լրիվ հակառակ ուղով է տանում, ինչ իրեն թելադրում են, ինչ ասում են, ինչ պատվիրում են դրսից ու համակարգային է, այլևս ոնց դուք ասեցիք, համակարգային է։ Բայց նա էլ ասում է, ես իրավունք ունեմ այդ անելու, որտեղ դուք եկել եք, գլուխներդ կախ, քվեները գցել եք, ինձ էլ ասել եք արա։ Ասում է, չէ՞։ Էլի կասի։ Կապ ունի 49%-ա թե 60%-ա։ Ինչ կապ ունի, իշխանությունը ձեռքներն է, այն կլասիկի ասած մուրշներա ձեռներդ մեղնել։ Լավ, շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, հուսամ, որ մի բան ասել լավ նոտայով վերջացնենք։ Այ, պիտի ասեի, ոչ, հուսամ, որ այսպես չի մնա, որովհետև ես ինքս այդքան չեմ ուզում վատատես լինել, ես մեր ժողովրդին հավատում եմ, իր ուժին հավատում եմ ու հաստատ չի համակերպվի։ Քո հարցը պետք է լինի մեր հիվանդը ինչ հույս բուժվելու է։ Ինչ հույս կա մեր հիվանդի հետ կապված։ Բուժողներից էլ է կախված։ Այդ բուժողները ընտրության գիշերը թող դուրս գային, տեսնեմ ժողովուրդը չէր ուզում բուժվել։ Նրանք որ բուժողը լինեն դուրս կգային, եթե դուրս չեն եկել բուժող չեն։
Հա, դե այդ եմ ասում եմ։ Թողել մեզ զայն տային, տեսնենք մենք ինչ կանենք։ Հա, համաձայն եմ։ Համաձայն չես։ Համաձայն եմ։ Լավ, հիմա ինչ որ անելիք ունենք այս իրավիճակում, կոնկրետ բևերը ինչ որ բան ծրագրում է։ Իհարկե։ Իհարկե։ Անընդհատ նույն թելը մենք թելելու ենք։ Ազգային իշխանություն, ազգային իրավունք, պահանջատիրություն։ Էս է մեր գիծը։ Մենք սրան անընդհատ հետևելու ենք։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Պետրոսյան։ Շնորհակալություն նաև ձեզ, սիրելի հայրենակիցներ, չմոռանաք անպայման լայքել, գրել մեկնաբանություններ եւ անպայման այս եթերը տարածել ձեր սոցցանցերի էջերում։ Չմոռանաք նաև, որ մեր մեդիային ձեր աջակցությունը շատ կարեւոր է մեր գործունեությունը շարունակելու համար։ Խնդրում ենք ֆինանսական օժանդակություն ցուցաբերել մեր մեդիայի գործունեությանը։ Այսքանը առողջ եղեք։